Քարոզելու կարիքը Քեմբել Մորգանն ասել է. Քրիստոնյա ծառայողի մեծագույն առաջադրանքը քարոզելն է։ Այսօր մեր ամենալուրջ վտանգներից մեկն է կատարելով հազարումի պարտականություն, անարգել միակը, որ կարևորն է, այսինքն քարոզելը։ Հնազանդություն խոսքը քարոզելու համար։ Մատթեոս 28:19-ից 20-րդ խոսքերն ասում են. Ուրեմն գնացեք, բոլոր ազգեր աշակերտեք, նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն, եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչեւ աշխարհի վերջը։ Կողոսացիներ առաջի գլուխ 25-րդ խոսքն ասում է, որի Քրիստոսի եկեղեցու ես պաշտոնյա եղա Աստծո այն տնտեսության պես, որ ինձ տրված է ձեզ համար Աստծո խոսքը կատարելու, քարոզելու համար։ Տիմոթեոս 2-րդ գլուխ 1-ից 7-րդ խոսքն ասում է. Արդ դու իմ որդյակ, զորացիր այն շնորհքով, որ Քրիստոս Հիսուսում է, եւ այն բաները, որ ինձանից լսեցիր շատ վկաներով, հանձնիր հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել, իսկ դու նեղությունները կրիր, ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր, ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապետին հաճո լինի, եթե մեկը մրցի, պսակ չի ստանա, եթե օրինավորապես չմրցի։ Աշխատող հողագործը առաջ պետք է պտղից վայելի։ Իմացիր, ինչ որ ասում եմ, Տերը քեզ իմաստություն տա ամեն բանի մեջ։ Տիտոս 2-րդ գլուխ 1-ին խոսքն ասում է. բայց դու խոսիր, ինչ որ կվայելի ողջ համիտ վարդապետությանը։ Տիմոթեոս 4-րդ գլուխ 1-ից 2-րդ խոսքն ասում է. Արդ այս վկայությունը դնում եմ Աստծո եւ Տեր Հիսուս Քրիստոսի առջև, որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր հայտնությունում ու թագավորությունում։ Խոսքը քարոզիր, վրա հասիր, թե ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնամտությունով եւ վարդապետությունով։